Բարև բոլորին, ձեր հետ ես եմ, Raf Blogs-ը։ Դուք երևի առաջին անգամ եք իմ կանալում, այսօր մեր վիդեոյի մեջ նկարանվելու են իմ հետևորդները։ Այսօր մենք նկարելու ենք Roblox-ի խաղը 99 Nights in the Forest։ Ձեզ ցույց կտամ ամբողջ update-ը, իսկ հիմա մենք շարժվում ենք դեպի խաղ։ Հանել են նոր Halloween-ի update, որը շատ հետաքրքիր և կայուն է։ Ձեզ այսօր կցուցադրեմ բոլոր տեսակները, թե ինչ պետք է անեք քվեստը անցնելու համար։ Դե ինչ, մենք արդեն հայտնվում ենք, լինելու ենք 3 հոգով, իմ հետևորդներն են, Արտուրը և Դավոն։ Շարունակում ենք, եկեք մի հատ փայտ ջարդենք, ավելի լավ մոխիր վերցնենք, եկեք ջարդենք և անցնենք մեր առօրյա գործերին։ Halloween-ի update-ը հելել է մի 2 օր առաջ, շատ հետաքրքիր և զարգացած է, հանել են նոր կլաս, որը կոչվում է Trick or Tricks։ Այդ կլասը ձեզ տալիս է ավելի շատ կոնֆետներ, որոնք պետք է հավաքեք քվեստը անցնելու համար։ Ամենալավը իմ համար այն է, որ ամբողջ խաղով ընկած են այսպիսին դդումներ, որոնք ահավոր լավ բարձրացնում են ձեր սովածության աստիճանը։ Նաև դուք պետք է գտնեք մոմեր, մոմերը շատ կարևոր են, մոմերով պետք է գնաք և նոր հայտնված տները բացեք, լուսավորեք և գիշերը վերադառնաք ստանալու ձեր նվերը։ Կոնֆետներով կարող եք գնել տարբեր բաներ, գիտեմ, օրինակ, կլաս, ինչ-որ կենդանիների համար սկին, դեկորացիաներ և տարբեր բաներ։ Համել նոր եմ նկատում, միակ նայեք տեսեք ծառերի վրա սալանդոստիկներ, սարդեր, լրիվ Halloween-ի մթնոլորտ է։ Լոբին նույնպես ամբողջությամբ փոխել են, շատ հետաքրքիր է ստացվել։ Մի հատ արագի սերուխում չկեն, շատ հեշտ է, իհարկե առաջին երեխան։ Ինչպես տեսնում եք, ես ինձ վերցրել եմ այլ մոլորակայինի կլաս, քանի որ իմ կարծիքով արագ է շարժվում, ունի սկզբնային շատ հզոր զենք, փակեր լավ էլի։ Դուք էլ եք զզում այս բայրից, որ երեխում փրկում եք, մեկ էլ պարզվում է, որ փակ է եղել։ Շարունակում ենք, ինչի վրա կանգնեցինք, հա, նաև խաղում հանել են շատ նոր դեկորացիաներ, որոնք գեղեցկացնեն ձեր գրակը։ Նաև փոխել են ամբողջությամբ երեխաների տեսքը, ինտերֆեյսը, շատ գեղեցիկ են ստացվել և իսկապես Halloween-ի մթնոլորտ է ստեղծում, և այդ տնակներից մեկը, նայեք, երբ որ խփում ենք, վերևում գրվում է, որ պետք է լուսավորենք դդումները, որպեսզի բացվի դուռը և մենք կարողանանք ներս մուտք գործել։ Եվ նույնպես նաև հանել են շատ նոր լոկացիաներ, որոնցից են օրինակ գերեզման, նաև փոխել են Փերի տնակը, շատ հետաքրքիր է դարձել։ Նաև ասեմ, որ update-ը բաժանված է 3 մասի, առաջինը ներկապարային է, երկրորդ մասում պետք է պատրաստենք տարբեր թույներ, այդպես գրված էր լոբիում, իսկ երրորդի մասին դեռևս տեղեկություններ չկան, լոբիում հարցականով գրված է։ Շարունակում ենք, այստեղ ուտելիք կա, բայց մեզ պետք չի։ Այստեղ սունդուկը եկեք բացենք ավելի լավը, քանի որ մենք երեխուն չհասցրինք փրկեինք, պատը փակեր ֆանարիկ, այդքան էլ օգտակար չի, ահա և նայեք ինչ գեղեցիկ է երեխան, հեսա կտանենք կրակ, ըմտիր կտամ ձեզ։ Գնացինք, հա, մոռացա ասեմ, որ նաև փոխել են կենդանիների ինտերֆեյսը, տեսքը, ավելի մթնոլորտային են պատրաստել, ահա, նաև այսպես են պատրաստել եղնիկին, նման է Դրակուլային, ինչ-որ վամպիրի, ասպես էլ երեխան են, նման է ինչ-որ ծաղրածուի վախենալու, դրա նման մի բան։ Վերստակում դեռևս ոչ մի բան չի ավելացել, իմ ընկերը հետևորդս ինձ անընդհատ բուժում է, օգնում է սուփորթ անում։ Լավ, եկեք շարունակենք, գնանք այսպես, տեսնենք ինչ կգտնենք գիշերային անտառում։ Նաև այդ մոմերը, չգիտեմ ասեցի թե չէ, պետք է հանեք կամ սունդուկներից, կամ էլ սպանելով կուրտիստներին։ Շանսը կուրտիստներում ահագին բարձր է, իսկ սունդուկներից ահագին ուշուշ է դուրս գալի,
Ես ինքս ամեն ռեյդը, երբ որ հարցակում են ձեր վրա կուլտիստները, գոնե մեկ հատ պետք է լինի, դուրս է գալի գոնե մեկ հատ, այդի ամենակիչը կարա 2-3 հատ էլ դուրս գա, վերջինից պարտադիր դուրս է գալի, այդի բախտով չի արդեն, շատ կուզենայի հիմա գնայինք լավայի բիոմ, քանի որ այնտեղ կուլտիստները շատ են և ավելի հեշտ է մոմ գտնելը, դրա համար եկեք մի հատ ստանանք նայենք, մոխիր, լավա, շատ հաճելի է մոխիրը, սոնդուկ, և բացանք, և տնենք ինչ կնկնի մեզ այս սոնդուկից, ու նորմալ մեշոկ, լավա, կրակը իմ ընկերները նորից բացրացրեցին, իչի համար շատ շնորհակալ եմ նրանց, իրենց պահվածքի համար, որ իրենց շատ լավ են դրսևորում տեսանյութի մեջ չեն խանգարում, իսկ եթե դուք էլ եք ուզում մասնակցեք, իհարկե բաժանորդագրվեք իմ տելեգրամյան կամ տիկտոկյան էջերին, այդտեղ օրական ընտրում եմ հետևորդներ ռանդոմ տեսքով և սկիլով, որպեսզի մասնակցեք, խոսք եմ տալի ամենաառաջինը հենց դուք կլինեք, հա, հենց դուք, հելը մի րոպե, Ես դուք մոռացել եք լայք դնեք, եթե մոռացել եք, հենց հիմա իջեք, փոքրացրեք տեսանյութը, լայք դրեք և բաժանորդագրվեք ալիքին, հենց հիմա։ Շարունակում ենք հետևորդներ ջան, տեսնենք ինչ է կատարվում, ցանենք երևի այս սերմերը, քանի որ ավելի օգտակար է, և ահա լավայի բիոմը, բայց երևի լավ, եկեք գնանք ավելի լավա, չգնանք, այ, լավ էլի նորվայնանում եմ։ Այստեղ տնենք ինչ կա, սա և վերցնենք իհարկե աթոռները, որտեղ շատ լավ վարելանյութ և վերամշակման շատ լավ են էլի, տեսնենք ինչ կա ստեղ, այն ինչ է, աշկիս հետևորդներից որոշել են մամոնտի սպանեն, եք օգնենք իրանց, վերջը իմ հետևորդներն են, եք սպանենք, սպանենք, սատկի, ու, դավայ, Սպանեցինք, այնա, չեք սպանը, վերջ, այ հիմա սարկացրեցինք, տեսնենք ինչ պետք է սարքենք, ոչ մի բան չենք կարա, ահա օրա, օպրի, երևի կարմիր սոնդուկ է բացա Ռուբինովի, այ հիմա ավելի հեշտ կլինի, մեծ ծառեր քանդելը և փայտի պակաս չենք ունենա, ամենալավ փետ հայթայթելու իրը գտավ, բայց ինձ համար օրինակ կարմիր տապորը ավելի լավ է, եթե ցանկանում եք կարող եք կոմենտներում գրել, որն է ավելի լավ, բենզապիլան, թե կարմիր ուժեղ տապորը, նաև ես ձեզ կարող եմ ցույց տալ մի գաղտնի ձև, ինչպես որ ստուգել ձմեռային բիոմն է, թե լավային խաղի սկզբում, ուղղակի մոտիկանում եք երեխաների նշման տեղը, գնում եք հետևի մասը, եթե պատկերված է եղնիկը և ռամը, դա նշանակում է, որ լինելու է լավային բիոմ, եթե հակառակը եղնիկը և բուն, դա նշանակում է ձմեռային բիոմ, հիմա գնում ենք, երևի կեթանք լավային բիոմ, չգիտեմ դեռ, այս ծառերը չի լինում երևի, հա, չի լինում այս ծառերը, դեկորատիվ լիքը բաներ են ավելացրել, հա, իմիջայլոց, տեսնենք ստեղ ինչ կա, պատրոն, բացենք, ստեղ ոչ մի ման չկա, զորացնելու վայրն է, այ, էսով է, խոփում, հա, լավ, եկեք ավելի լավը գնանք, ու տեսնենք ինչ պետք է անենք, շարունակում ենք դդումները երբեք ավելորդ չեն լինի, ինչքան շատ, այդքան լավ, հիմա եկեք գնանք լավային բիոմ, այստեղ տարբեր բաներ հետազոտելու կա, եկեք երևի սպանենք կուլտիստներ, ինչքան հնարավոր է շատ, որպեսզի ունենանք, այստեղ ոնց որ մտել էինք, չենք մտել, ինչքան շատ հնարավոր է մոմ ունենանք, որ ձեզ կարողանամ այդ մասը ցուցադրել, առաջին օբսիդիան սունդուկը գտանք, եկեք ուացենք, հուսով եմ կընկնի արբալետ, ոչ, իմ ամենաչսիրածը շախտայի բոմբը, ընկերներս դեռ խաղում են, շարունակում ենք, անձրև սկսեց, իհարկե, մենք բախտիցը, հիմա բացենք այս սունդուկը, հուսով եմ կընկնի արբալետ, ով լայքել այս վիդեոն, իրան նույնպես կընկնի արբալետ,
Ով ոչ, աչքից չէիք լայքել։ Լավ, երևի հաջորդ անգամ կլայքեք եւ նույնիսկ կբաժանորդագրվեք։ Շարունակում ենք։ Ահա եւ այս այս կլասը, որը տալիս է լազերային զենք, շատ հարմար է։ Երևի ամենահարմար կլասերից է։ Եթե ցանկանում եք հաջորդ վիդեոյում ես ցուցադրեմ բոլոր կլասերը եւ ասեմ որն է ամենալավը եւ ամենահարմարը տարբեր իրավիճակներում, ապա լայքեք եւ շուտ հասցնենք այս տեսանյութը 10 կամ 20 լայքի, եթե իհարկե կարողանանք։ Դրեցինք բոմբ։ Շարունակում ենք։ Այսպես։ Լավ, ոնց որ հետաքրքիր բաներ չեն լինում, ավելի լավ է արագացնեմ, հենց որ ինչ-որ հետաքրքիր բան լինի, ձեզ ցույց կտամ։ Այև փրկում ենք երկրորդ երեխային։ Երևի իր ամեջից դուրս կգա մոմը և այո։ Ահա և մոմը վերցնում ենք և գնացինք։ Եկեք գնանք երրորդ երեխուն փրկելու, այսը կլինի տայմապսը։
Դե ինչ սիրելի հետևորդներ, այսօրվա վիդեոն հասավ ավարտի։ Բոլորին ցտեսություն։